Ես ուխտ ունեմ տիրոջ հետ եւ ուզում եմ այն ուխտը մինչեւ այս արդեն 35-36 տարի արդեն այդ ուխտը չեմ խախտել։ Ուխտ ունեմ, որ որտեղ որ կլինեմ, այն վաղ իհարկե չէի հասկանում 90-ական թվականները 91 ասի Տեր ջան, որ հրաշքդ անես, սա լինի աշխարհի ործերի կյանքում էր մտքիցս ասում շուր Եվրոպա կարողա լինեմ, Ամերիկայում այցելանք, ասի ործերն լինեմ, առաջի բանը որ պյանեմ այս ուխտը ստիպայեմ եւ քո գործերը վկայեմ, որտեվ Տիրոջ խոսքը ասում է հայտնության գրքի մեջ մենք հաղթեցինք գարան այունով եւ նրա վկայության խոսքով։ Իմ անձից շատ չեմ ուզում խոսամ, շատ չեմ ուզում պատմեմ, որտեվ աշխարհի կյանքում մեղավոր մարդը པարծենալու ոչ մի բան չունի, որ դրանից ինչ-որ մի բան պատմի կամ ասի, եթե մարդ իսկապես վերստին ծնվել է դրվագները հիշելու աշխարհիկ, ոչ թե պիտի པարծենա, ավելի պիտի նողքան կապրի, ավելի պիտի զզվան կապրի։ Բայց մի սովորական մեղավոր մարդ է եղել, փողոցային տղա է եղել, երիտասարդ, որ ամեն բանի կնվիրվի աշխարհի գործերի մեջ, հանցագործ գործերի մեջ, ամեն բան կանե։ Եվ մայրս եւ քույրս մասնակցում էին ժողովների քույրերս եւ սկսեցի հայրս երբ որ մահացավ երիտասարդ իմ վրա ասած վերապահեցի ու արդեն ես եմ, էլ ոչ մեկ չկա այստեղ, սկսեցի նրանց նախատել, հալածել հավատքի համար եւ երբեմն չէ ուզում տուն թողել, ասում է գնացեք որտեղ որ մասնակցում եք, ընդեղ էլ մնացեք եւ այս չարությունից ելնելով ասի դե լավ որ վատ բան չեք անում, եկեք մի օր տունը արեք, մեր տան մեջ արեք, տեսնեմ այդ ինչ եք դուք անում։ Եվ մեր տան մեջ են նորերի ժողովանում եւ մեր պատասխանատուն էր Արսեն եղբայրը։ Հիմա ես էլ Արսեն եղբայրը շուտ բանից ճանաչում եմ, մի դպրոց ենք սովորես արդեն 35 տարուց ավել ընկերություն ենք անում, ասում է լավ էլի Արսեն ջան, ախր դու սրանց մեջ ինչ գործ ունես, կարքին տղա ես դու ախր ինչ ես եկե փորձում է Արսենին համոզել, որ հետ բայ հավատքից, իրանք այնտեղ հոգևոր երգեն են մեր տան զալի մեջ երգում, ես բալկոնում թաթուլի երգերով էի փորձում խանգարել։ Ասում է լավ, հեսա ժողովն է վերջանը այդ իրանց այդ ծառայող այդ քարոզիչին կանչեմ մի հատ լավ հաթաթա կտամ, սենց կասեմ ախպերել, գոնե ասում է սրանց որ կպնեմ, նրանք չեն գա։ Այս ախպերն այնքան խոնար ախպեր էր։ Մոտենում է որ մի բան գտնեմ վրան որ կռիվ սարքեմ քաղցրացամ իմ քաղցր ախպեր ջան ասում էր ախր դու ես մեր ախպերը էլ չէի կարում ոչինչ ասել վերջը մի օր ասի Տեր ասի եթե դու կաս ուզում եմ դու ինձ հետ խոսաս երբ որ դու ինձ հետ խոսած ես կդառնամ էլ ուրիշ բան պետք չի եւ մի գիշեր պարկեցի որ քնեմ չեմ հիշում քնած է թե արթուն է ուղակի իմ սենյակի մեջ անկողնուս մեջ ահավոր մեծ լույս ծագեց եւ այդ լույսի մեջ ես տեսնում եմ անձի պրոֆիլ դեմքը չի երևում, բայց անձի պրոֆիլն ամբողջությամբ եւ այդ լույսի մեջից ձայն եկավ ինձ, ասես Տիգրան, դու իմն ես։ Դու գալու ես ինձ, դու իմն ես։ Եվ հիշում եմ, որ այն պահին, որ արդեն մերոնք հավաքվել էին իմ կողքը եւ աշկերս բացեցի, թե քնած է թե արդեն իրան կարտնասին, տեսա որ կողքս են եւ այս ջրերի մեջ կորած ամբողջովին մայրս լացավ, այ Տիգրան ջան, ախր հերիք է էլի մեզի հալածես Այնքան ես մեզի նեղացնում, մինչև սատանաներն է քեզ քուն չեն տալի։ Չես տենում, չես կարող գիշերն քնես, ասի չէ, մամ ջան, ասի։ Հիսուսին հանդիպեցի, շատ ուրախացավ, հավատացյալ։ Կին, ասի Հիսուսին հանդիպեցի, եկավ ինձ ասես Տիգրան ջան, դու իմն ես։ Արխային գնա Ռուսաստան, քո գործերը տարա, ես քո հետ եմ։ Մերս է մի ամիտ կնիտ հավատաց։ Ինձ էլ պետք էր որ պատճառ գտնեի դուրս գայի երկրից, փախնե, ասի կխափեմ ես ձեով դուրս կգամ, էլ չեն ընկնի։ Հետո անցավ մի քանի օր նույն տեսարան նորից պարկեցի որ քնեմ այս անգամ արդեն ամբողջ դժոխային աշխարհը ոտքերիցս կախված ուղակի ինձ տանում են դեպի դժոխք կրակների մեջ եւ ես արթնացել եմ իմ ոռնոցի գայլի նման ոռնում էի այդ ոռնոցի ձայնից բոլորը հավաքվել են կողքս հարևաններն էլ են լսել այդ ձայնը եւ արթնացա եւ այս բանը տեսա այդ ժամանակ այն լույսը որ ես տեսել է ուղակի տան են անկյունի գնալով փոքրանում էր, պարզապես հազիվ վերջ եւ այդ կրակի մեջ են ինձ դժոխ ես սատանաները քաշում, հազիվ հասցրեցի Հիսուս անունը բացականչել եւ ազատվեցի այս վիճակից։ Հասկացա որ երբ որ Աստված քեզ կանչում է, երբեք կատակով մի նայի։
երբեք մի հետաձգի վաղվա օրը քո օրը չի։ Ես հասկացա, որ ես այդ օրը պիտի մեռնեի։ Հասկացա, որ դա իմ վերջին օրն է։ Վերջապես որոշեցի, որ վերջ։ Գոնե կգնամ ժողովների կմասնակցեմ, այսպես չի լինի։ Սա իմ դարձի եւ արդեն ինձ պետք չէր որևէ մեկը հավատքի համար ասել։ Հաստատ ես համոզվեցի իմ սրտի մեջ, որ Տերը կա եւ կանչ ունի իմ կյանքիս մեջ։ Սկսեցի եկեղեցի մասնակցել սովորական, ինչպես մի երիտասարդ հարցում արեցի ամենագեղեցիկ աղջկան եկեղեցու, որ իմ կինն է եւ հովիվը ինձ ասեց Տիգրան ասեց, բայց քեզ մի բան պետք է ասեմ, որ իպիսի իմանաս, ինքը ասեց ամբուժելի հիվանդություն ունի։ Երևանյան հիվանդություն ունի եւ հաճախակի պրոստուկների մեջ այնք ընկնում եւ ես ասի խնդիր չի, ասի Տերը կարա բուժի, Տերը կբուժի, վստահ եմ։ Հետո տեսա, որ կանգնած եմ ես սրա մեջ ամուր, ասեց լավ Տիգրան ջան, ասեց, որ որոշել ես մենակ տակ պայի իրան, այդ պրոստուկները այդքան չի լինի, քիչ կլինի պրոստուկները, բայց փորձի չմրսասնես իրան։ Ասի օքեյ։ Եվ ամուսնացանք, այդ սկզբի ուղակի այդ տարին սկսեցի որ հասկացա, որ իսկապես մեզ համար դժոխային անցնում։ Այն պրոստուկները, այն ցավերը, որ իրան բռնում են, պարզապես ես հասկացա, որ անգամ ես իր սեյնակի մեջ չեմ կարող տեղ մնամ, որտեվ ամբողջ մարմինը գալարվում էր, տես ցավի մեջ, ինքը գոռում էր եւ պիտի ուղակի իրան մենակ թողենք սեյնակի մեջ, որ այդ պրոստուկի պահը անցներ, դա կարող է 1 օր տևեր, դա կարող է 2 օր եւ դրանից հետո նոր ինքը գար նորմալ մեր մեջ մտներ։ Եվ ասում է Տեր Աստված, ախր դու կարաս բժշկես, դու կարաս ես ամեն ինչի եւ մյուս անակնկալը որ նա էր ասեց, կինս ասեց Տիգրան ասեց, մի բան ասեց, ուզում եմ քեզ ասեմ, մենք երեխա չենք կարող ունենալ, որտեվ շատ եմ այդ դեղերը օգտագործել, ամբողջ կյանքս փոքր հասակից այդ դեղերը օգտագործել եմ եւ ինձի բժիշկները ասել են, որ դու չես կարա հղիանաս։ Սկսեցի սուղությամբ ուղակի աղոթել, հավատում եմ, որ Տերը կարող է այս ամեն ինչը փոխի, անցավ մի որոշ ժամանակ եւ կինս մոտեցավ, ասեց Տիգրան, ասեց, ես նորմալ կանանց նման չեմ, ոնց որ թե հղիացել եմ, բայց ասեց Տեթա մամայի հետ ստուգվենք, ասի լավ, ես էլ կոնֆերանսի եմ հովվական հրավիրված Վերնատանը, Էրեբունի մասիվ այդ հիվանդանոց, իրան գնացին ստուգման, ես բարձացա հովվական այդ կոնֆերանսին, գնացել են ստուգման եւ տեսավ, երբ որ ասեց որ ժամին ենք դուրս գալու եկա իջա ոյնաստի դիմավորում տեսնեմ երկուսով լացելով վերադառնում են ասեցի ինչ եղավ ասաց չէ բացի որ հղիություն չէր ասեցին որ 3 հատ կիստաներ կա կանացի եւ շտապ պետք է օպերացիա արվի եւ ասի լավ եկեք բարձրանանք վերև խնդրենք եղբայրներին աղոթեն մեզ համար խնդրեցի այդ ժամանակ հյուր կար արտասահմանից խնդրեցի եղբայրը աղոթեր երբ որ եղբայրը աղոթեց մեզ համար այդ ժամանակվանից սկսած կնոջս Երևանյան պրոստուկները դադարեցին։ Տերը ցույց տվեց, Տերը հասկացեց, որ ժառանգության, հիվանդության բժիշկն էլ ես եմ։ Ինձ համար անկարելի ոչինչ չկա։ Անցավ նորից մի որոշ ժամանակ, նորից կինս մոտեցավ, նույն բաներով նորից ասեց, այսպես պետք է գնանք ստուգման, գնացին նորից նույն տեղը էխո անելու եւ այդ բժիշկը ստուգեց, էխո արեց եւ ասեց նորմալ հղիություն է։ Կինս ասեց ոնց նորմալ հղիություն է, այսինքն Պակիստաները։ Ասեց դու ոչինչ չես արել, ասեց չէ, ասեց մենք ոչինչ չենք արել։ Հիմա ասեց կիստա չէ, ասեց չէ, ասեց ոչ մի կիստա չկա, նորմալ հղիություն է։ Հասկացանք որ Տերը ոչ թե միայն բժշկել էր Երևանյան հիվանդությունը, նաեւ կիստաներն էլ վերացել են։ Եվ ասեց ձեր մոտ նորմալ հղիություն է։ Ուրախացանք, փառք տվեցինք Աստծուն եւ եկել ենք տուն արդեն ուրես ուրախությամբ եւ հանկարծ մի որոշ ժամանակ հետո մարդ ուղարկեցին մեր մոտ ասին եթե դուք չլինեք պոլիկլինիկայի հսկողության տակ մենք ոստիկաններ կուղարկենք ձեր հետևից որ ձերի ոստիկաններով տանեն ներողություն եմ խնդրում մի փոքր խառնեցի իրան ասեցին որ թույլ տվեք պահենք հիվանդանոց որպեսզի որտեվ բելոկը բարձր էր ազոտը բարձր էր, ասես թույլ տվեք այս հղիության ընթացքը մեր հսկողության տակ մի որոշ ժամանակ պահենք, սրան կարգավորենք, նոր կթողենք տուն։ Երբ որ իրան հիվանդանոցում Էրեբունի մասիվում պահել են այս ամեն ինչի մեջ, բժիշկը եկավ մոտեցավ ինձ եւ ասեց, լսի, ասեց բարեկամս, քո կինը չի կարող ծննդա բերել։ Մենք հղիությունը պետք է ընտատենք։ Եթե ոչ, պարզապես թե երեխային դու կկորցնես, թե կնոջը, բայց հիմա գոնե այս ձևով կնոջը կյանքը կփրկենք։ Սա ինձ համար ուղղակի շոկի պես բան էր։ Ասեցին
իրար հետ կնոջս այդ միջանցքում պայմանավորեցինք, ոչ։ Մենք պետք է թողենք այս ամեն ինչը Տիրոջ ընթացքի մեջ։ Եվ մտանք ասենք, չէ, ասես լավ, դուք չեք հասկանում։ Չեք հասկանում, գնացեք ծնողներից կհարցնեք, ծնողների հետ կգաք եւ ձեր վերջնական խոսքը կասեք։ Ձեզ 1 օր ժամանակ ենք տալի, որ վաղը վերադառնաք։ Երբ որ դուրս եկանք, որ գայինք տուն տնեցիկին այս լուրը ասենք, ճանապարհին այդ հիվանդանոցից մի կես կիլոմետր էլ չկա, Ռաֆի եղբորենս տունն էր, միասին ենք ծառայում, միասին ենք աշխատում եւ ասի արի մտնենք մայրամ առաջի լուրը իրանց ասենք, որտեվ իրանք սպասում են, ասին Տիգրան ջան, խնդրում ենք այս լուրը մեզ տակ։ Մտանք եւ պատմեցինք, ասինք Ռաֆի եղբայր, այսպեսի բան ասում, չենք կոնվորոշվում ինչ անենք։ Ասես Տիգրան ջան ասաց, էսի կյանքի հարց է։ Եթե ես ասեմ գնացեք այսպես արեք, պատասխանատվությունը ես եմ կրելու ինձ վրա։ Ասես ճիշտն ասած կներես, չգիտեմ ես ինչ ասեմ։ Ու այդպես դուս ենք արդեն գալի, ասեց եկեք աղոթենք, նոր գնացեք։ Աղոթենք, մենք ասես խոս չունենք, բայց Տերը խոսք ունի։ Ծնկի եկանք աղոթեցին 20 րոպե էր, որ աղոթում ենք, եւ Տերը երկնքից խոսեց։ Եվ Տիրոջ խոսքերը սա էր. Ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը։ Ես որդն եմ եւ դուք իմ ճյուղերը։ Ես թույլ չեմ տա, որ իմ ճյուղերը կոտրատեն։ Հավատքի մեջ հարավտևեցեք եւ իմ փառքը պետք է տեսնեք։ Երբ որ այս խոսքերը եղավ Տիրոջից, մենք տուն չենք գնացել։ Այդտեղից նորից հետ ենք դարձել հիվանդանոց։ Հետ դարձանք հիվանդանոց, այս բժշկին ասենք որոշել ենք արդեն երեխան պետք է ծնվի, մենք գիտենք ինչ ենք մամ։ Ասաց հավատացյալ եք, չէ՞, ասենք հա։ Ասաց գժվակ եկա, գիտենք։ Պետք է ստորագրեք, ասաց դու ասաց ձեր հետ անհնար է խոսալ, արդեն գիտեմ դուք ովքեր եք եւ վերից է թուղթը ստորագրեցի, սկսեցին անպատվել, ձեր անակնոջը սկսեցին ճնշում գործել, դու աղջիկ ջան երիտասարդ ես, մեռնելու ես, էսի հա չեմ սորը կամուսնանա, իրան ինչ կա, վերջը այս ձևի սկսեցին ճնշում գործադրել ու անպատիվ խոսքեր ասել, ձեր նման հավատացյալներն են եկե, ըստեղ գնաց է մահացել են, բասած որ ձեր Աստված կա, բան չես այս օրը ընկե, դուք խեք եք այս օրը այս վիճակի մեջ ընկե, ասի լսեք հիմա։ Եթե ես գայ ասեի, ինչ գյուղում կամ քաղաքի ես ինչ տեղում կույրի աշկերա բացվե, խուլիականջները բացվե, դուք չէիք հավատալու։ Չէիք հավատալու, բայց ասի, սա ձեզ համար է։ Սա մի բան է, որ պիտի տեղի ունենա եւ դուք ձեր աշկով կտեսնեք։ Ասի դուք տեսնելու եք ձեր աշկով, դուրս արի ասեց սեյնակիցս, գնացեք ցնդասների մեկ ասեց խոսում եք, այդպես դուրս եկանք այդ բժիշկը իր իսկական որ կար, ու Տոյանը որ ինքը պետք է ընդուներ, դուրս եկա մեծ եկսես բռնեց, խնդրում եմ ասաց, մեզ համար էլի աղոթեք։ Մեզ համար, ասի օքեյ։ Դուրս եկանք, արդեն եկել ենք մի քանի օր տուն ենք, եւ պոլիկլինիկայից մարդ ուղարկեցին, ասացին որ ձեզ ոստիկանությամբ կգնաց հետևից, դուք պետք է հսկողության տակ գտնվեք, որտեվ քո կինը ծայրահեղ վիճակի մեջ է։ Սկսեցին գնալ պոլիկլինիկա, հենց մտանք պոլիկլինիկա, այդ բաժի վարչը տեսավ, ասաց ձեզ լավ գիտեմ, անուն ազգանունով գիտեմ, արտահերթ կարակ մտնեք, գնաք գաք, հերթն էլ իրար էր այդտեղ ուտում։ Գնում գալիս ենք այդ կինս իր այդ ամբողջ ցուցանիշները շատ վատ է պատասխանը, բայց շատ լավ է իրան ազգում ենք, մինչև վերջին օրը միասին ոդկով այդքան կիլոմետր ժողով գնացե, ժողով եկել ենք։ Եվ ասացին, որ երեխան կծնվի սեպտեմբեր ամսին, օգոստոս ամսին հովական կոնֆերանս եղավ Սևանում եւ ասի Մարիամ ասի, թե կարելի է այդ համ ասի կոնֆերանսներ կոր ասի, հաջորդ օրը հետ կգամ։ Մասնակցեմ հետ գամ, մեկը սեպտեմբերին երեխան ծնվում, ասեց գնա։ Եկա այդ կոնֆերանսները մասնակցում, ասի գիշերը զանգեմ ու տեսնեմ ինչ կա տունը, զանգեցի տուն եւ հերոսը չպատասխանեցին, հարևանի տանը զանգեցի, հարևանի կինը վերցեց սկսեց լացելով, ասեց Տիգրան, շուտ արի, չգիտես ինչ ա եղել, Մարիամը շատ վատ է տեղափոխել են հիվանդանոց, ես այն բժիշկներին բոլորին ասի լսեք։ Նաեւ ասի ձեզ խոստանում եմ, որ ինքը ուրիշտեղ չի ծնդաբերելու, ըստեղ ձեր այս հիվանդանոցում ծնդաբերելու։ Գնա ասեց գնա։ Ու երբ որ զանգեցի իմացա չկան, հիմա չեմ կարող հանգստանալ, ես չեմ կարող հետ դառնալ, գիշերվա 12-ն է, 12-անց է։ Այդ ժամանակ էլ ամեն մեկը մեքենա չուներ։ Ասում ում ասեմ ինձի տանեն Երևան, ում ասեմ այս վիճակն է, ասի Տեր խնդրում եմ, ինձի խաղաղություն տուր, ինձի խոսք տուր, հանգստանամ մինչև կհասնեմ Երևան։ Եվ Տիրոջից նորից այս խոսքը եկավ Եսայի մարգարեության 66:9, ես որ բերում եմ ծնելու կետին, միթե կարգել եմ, ասում է քո Աստվածը։ Ասի շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ քեզանց։ Ուղղակի տենց այդ աղոթքի մեջ քնել եմ, առավոտ լույսը չբացված, ելանք ոտով, գնացինք մինչ որ ճանապարհը, ոտով պետք է գնանք, որ մեկպիսի մեքենա, հանդիպակաց մեքենան խնդրենք, մեզ բերեն Երևան։ Հասնում ենք այդ ժամանակ մինչև
որ պետք է հասնենք եւ մայրս որտեղ որ ես չկամ, ասում է լավ, դե Տիգրանը չկա, Էրեբունիում կամ Նորարեշում, ովքեր որ ծանոթ են, երկու հիվանդանոց կա։ Մի հատ Նորարեշի հիվանդանոցն է, որ ռեսուսիկներ են ասում։ Է դրանց հիվանդանոցն է, մեկն էլ է Էրեբունի մասիվինն է։ Ես որ չկամ, մայրս ասում է լավ, կայնի մայրամին տանեմ այդ Նորարեշին, որտեղ այնտեղ մեր քույրերից են եկեղեցու բոլոր շատ աշխատողները, գոնե ասում այնտեղ կոկն է, մինչև Տիգրանը կգա, տանում այնտեղ։ Հենց տանում անա, ասում է դե մայրամ, դու մնա, ես մինչև այդ համ շորերդ բերեմ, ինչ որ պարագաներ պետք է, քեզ վերցնեմ տնից գամ։ Մինչև մայրս գալիս է տուն, հետո վերադառնում, տերմա մայրամը կանգառում կանգնած է։ Ոնց ասում եմ, մայրամ, ես ինչ գործ ունես այդտեղ։ Մամ ասում է, հանին ինձ գցին դուս, անունս կարդացին, իմացան տեսանով եմ, ասին դու եկել ես մեր վրա փորձան կլնելու։ Այս հիվանդանոցում մեռնելու չեպելին, ու ավելավա գնա, դու մեր հիվանդը չես, հանին դուս։ Մայրս ասում է, հիշեցի, որ դու ասել էր, որ ընդեղ արնելու ծննդաբերությունը։ Էլ ասում է, բան չարեցի, ձերքից բռնեցին, գնացին Կերեբունի մասվի, հիվանդանոց ժամը 2-ի կողմեր արդեն կես գիշերին բժիշկի իշտման երկը, մորս սկսում անպատվել, ասում է լսի, դու ծնող ես, դու ծնողներ, քո երեխին, քո աղջկան կթողեր, այս վիճակի մեջ ծննդաբեր, աղջիկը մահամերձ, պարկացա, ես ոչինչ չեմ կարողանում էլ անեմ, մենք չենք կարող, ոչ մեկի կյանքն է փրկել, ոչ իրանը, ոչ էլ երեխայինը։ Ու անպատվում, անպատիվ խոսքով մայրս ասում է լսի, բարեկամ, խնդրում եմ քեզ, այն ինչ որ դու կարացել ես, արել ես։ Գնա թույլ տուր այն ինչ որ Աստված պիտի թող Աստված անի։ Ես ասում եմ, այ ես բարձրանում եմ վերև, ես չգիտեմ ինչա, որ մեկի կյանքը կհաջողի փրկել։ Բարձրանում եմ, տեսնեմ ոնց կա բարձանում է վերև երեխաս նորմալ ծնվում է սովորական ծննդաբերությամբ աղջիկս նորմալ ծնվում է եւ նույն այդ բժիշկի իշտում ասում է ինչ որ արել է ձեր Աստվածն արել ես ոչինչ չեմ արել սա հրաշքների սկիզբն եմ մի հատ էլ դրվակ կպատով ես ավարտեմ սրանով հա ինչն է պատճառը որ ես հիմա գտնվում եմ Եվրոպայում ես այն մարդկանցից եմ ես երեք էլ ասացի որ Ստիվ ինձի տարել են Ես չեմ ուզեցել գնամ, չեմ համաձայնվել եմ մտքի մեջ, որ ես խումբը պիտի թողեմ, եկեղեցին պիտի թողեմ եւ տեղափոխվեմ։ Եվ այդ 2000 թվականն էր, եղբայրներս մեկի տունը հյուր ենք նոր տարվան եւ այդ ժամանակինս ծանր գրիպով վարակվեց։ Եվ այդ տարին 2000 թվականին հերոստացույցով անգամ հայտարարեցին, որ երկու հոգի մարդ էլ մահացան գրիպից։ Ծանր երբ որ հիվանդացավ գրիպով, այդ ժամանակ տեղափոխեցինք արդեն Էրեբունի մասիվի հիվանդանոց, որտեղ էլ ոչինչ չէր ուտում, լեզվից սկսած մինչև ողջ ներսը գրիբոկ էր, այդ սնկային հիվանդությունը ոչինչ չէր կարող, ոչ ուտեր, ոչ խմեր։ Այդ ձևի տեղափոխեցինք հիվանդանոց, անցավ 1 օր, 2 օր, իհարկե աշխարհի տակ ինչ դեղեր կար, առանք, բերեցինք էլ այդ 2 օրվա մեջ ահա որ մեծ գումարել, առել եթե եկեղեցին չլիներ, եւ որոշ եղբայրներ ուղակի գումարի են տալիս կողքս կանգնած են, ասում են հանգարց չնեղվես։ Ինչ որ պետքա անենք Մայրամի համար։ Վերջում բաժնի վարիչ եկավ մոտեցավ, ասաց երկու դուք տարբերակ ունեք։ Կամ կինդ մահանում է, կամ դիալեզի պիտի անցնի։ Դիալեզն էլ ասաց 50% է։ Կամ կապրի առաջինի կարողա չդիմանա, որտեղ շատ է հյուսվե իր մարմինը։ Միգուցե որտեղ սրտից պետք է մտնեն առաջի դիալեզը ասաց կարողա չդիմանա։ Լինում է դեպքեր, որ մնում են հենց այդ առաջին տակ։ Կինս երբ որ լսեց, կանչեց ինձ ասեց Տիգրան, խնդրում եմ մի լավությունը որ ինձ անես, հանկարծ չթողես ինձ դիալիզ անեմ։ Ես չեմ ուզում որ իմ կյանքս կախված լինի ապարատից։ Լավա մեռնեմ, քանց թե գնամ դիալիզի։ Եվ դա իր վերջի խոսքերն էր։ Անցավ վեկանք ասեցին որ չէ։ Չի ուզում, այսինքն չկարողացան։ Իրան համոզեն 1 օր ուղիղ անցավ, հաջորդ օրը ամբողջովին անջատվավ կինս, արդեն կոմայի մեջ եւ մահացած վիճակ։ Բաժնի վարիչը եկավ եւ ասաց բարեկամս, քեզ տխուր լուր ունեմ ասելու, քո կինդ 90% մահացած վիճակի մեջ է, կարող է մահվան թուղթը հիմա գրեմ տամ։ Իրան տեղափոխեք եւ մտածեք թաղման եւ մյուս արարողությունների մասին։ Վերցրել ենք, բերել ենք տուն, որպեսզի թաղում անենք։ Մարդիկ եկան, եկեղեցին եկավ հրաժեշտ տվեց, այդ ամեն բանը մարդիկ թաղման փողն են տվել, թաղման շորերն ենք դրել, որպեսզի հաջորդ օրը այդ ամեն ինչը կազմակերպենք։ Ուզում եմ այստեղ մի կարևոր մի բան ասեմ, օրհնյալ են այն լավ եղբայրները, հավատարիմ մարդիկ, որ այդ նեղության ժամանակ քո կողքն են։ 5 ընկերներով ենք, որից մեկը Արսեն եղբայրը, որ իմ կողքն էր եղել հենց այդ ժամանակ ինձ համար որ լացելու ուղակի տանջալի վիճակ է սա այդ ամբողջ հիվանդանոցում այդ օրերի մեջ ուղակի արտասում է գոռում ես մե Տեր անգամ համաձայն եմ հանձնեմ կնոջս իմ համար ցավեն ասեմ որ ես քեզ չեմ զգում
Քո ներկայությունը չէ։ Եթե քո ներկայությունը զգամ, դու ասես տանում եմ, որտեվ այդ անգամ եկան մարգարեությունները լեղա մարդիկ եկան ասին, Տերը տանում է կնոջ հետ ուղակի եւ ասում եմ մենակ Տեր քո ներկայությունը մի նեղվի, եթե անգամ Տիրոջ ներկայությունը չես զգում կանչելու ժամանակ։ Տերը հավատարիմ է։ Ես երբեք չի սպասում որ հետագայում ինչ կներ։ Եվ երբ որ արդեն բերել ենք տուն եւ այդ ամեն ինչը պետք է եղբայրները ասեցին մտնենք եւ աղոթենք։ Մտել ենք անկողնու կողքը, երկար ժամանակ աղոթում ենք եւ կես գիշերին էր արդեն լուսաբաց, կինս աշկերը բացեց։ Ես ասեցի ինչի եք ձեր ներդ գցում։ Տիգրան, Արսեն ինչ գործ ունի մեր սենյակում, այն ինչ քեզ թողեմ մեր սենյակ։ Հիմա չեմ կարող իրան բացել, որ դու մեռած ես, այ մարդ, հիմա սաղացել ես մունաթ ես գալի վրես։ Ես ինչ մեղավոր եմ։ Տերը հարություն տվեց կնոջս։ Սա ասում մեծ հրաշքներ եւ բժիշկ եկավ եւ ասեց, եթե ուզում ես կինդ ապրի երկար, դուք պետք է տեղափոխվեք Եվրոպա կամ որևէ մի երկիր, դի տեղափոխվեք, որ ինքը երկար ապրի։ Ինձ համար սա շոկ էր, որտեվ ես գումար չունեի, ոչինչ չունեի, բայց սա էլ ասեմ, առաջի բանը, որ նշան եղավ, որ երաշխավորողը Տերն է, գնացել եմ այն մարդկանց, որ փող եմ պար, գնացել եմ, որ համոզեմ այդ մարդկանց, թույլ տվեք հասնեմ Եվրոպա, կամ թույլ տվեք տունս ծախեմ, մեքենա ծախեմ, ձեր փողը կվերադարձնեմ։ Հենց մոտեցա այդ եղբոր, տեսա ինքն էլ ինձ է գալիս դեպի, ասի հիմա գալու է փողերը հետ ուզի։ Որտեղի սպիտամ, հենց եկավ, ասի ախպեր կներես էլի փողը, խոստանում եմ քեզ ասի, չէ, ասես լսի, ասես Տիգրան Հովհաննես եղբայրը, ասեց եկել եմ ասեմ, Տեր ինձ ասեց քեզնից կոպեկ չվեկալեմ, այդ սաղ ինչ որ տվել եմ, դա քոնն է։ Ախպեր լավ էլ ասեմ, ինձի վատ վիճակի, դες բան մի արա։ Չէ, ուտը ասի լավ, շատ շնորհակալ եմ ուզում, կանգնի ասեց, դա վերջը չի։ Ասեց որ էլի փող դիտամ քեզի։ Հասկացա, որ Տերը ոչ թե բժշկում է, ոչ թե հարություն է տալիս, նաև եթե Տերը մի գործ ունի քո կյանքիդ մեջ, երաշխավորում է ամբողջ այդ ընթացքը։ Թող Տերը օրհնի ձեզ ձեր համբերության համար։ Վստահեք Տիրոջ հետ։ Ողջունում եմ սիրելի Աստծո ժողովուրդ, բարև ձեզ։ Ես ուզում եմ միասին երգենք մի հատ շատ լավ երգ, որը կոչվում է Արթնացա մի օր։ Շնորհակալություն հայտնենք մեր Տիրոջը։ Ուզում եմ խոսքս ձևակերպել հետևյալ կերպով։ Այստեղ խոսքերի մեջ կա, որ ասվում է. աղաչում եմ քեզ ինձ մի թույլատրիր կյանք շքեղ առատ, եթե մարմինս նորից պիտ դառնա տաճար կուրքերի։ Այստեղ ես մի շեշտում եմ, որ Աստված օշնելով օշնում է եւ մենք շնորհակալություն ենք հայտնում, թող այստեղ եղողներ բոլորին օշնի, թե գումարներով, թե աշխատանքով, տնով, տեղով, երեխեքով, ամեն ինչով թող օշնի։ Բայց եթե տվյալ բանը դարձնում ես դու քո կուրքը, ուրեմն Աստված այստեղ քեզ պետք է վերադարձնի Հագուրի աղոթքին, որ ասում է Տեր, ինչ շատ հարստություն մի տուր, որ չլինի, թե քեզ ուրանամ եւ ոչ էլ աղքատություն, որ գողանամ եւ զուր տեղը եւ իմ Տիրոջ վրա խոսակցություն բերեմ եւ քո անունը զուր տեղը տամ, այլ քո սահմանած չափով կերակրիր ինձ։ Ուրեմն թող Աստված օշնի բոլորիս, բայց ինչքան էլ օշնի ժողովուրդ ջան, ինչքան էլ տա, թող այդ ամենը չդառնա մեր կուրքը։ Մեր կերակուրը պիտի լինի Աստծո խոսքը միայն, մեր ուրախությունը պետքա լինի Աստված, մեր Հայրը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ թող Աստված մեզ զանազանության այն հոգին առատացնի, որ օշնության ժամանակ, երբ որ ուրախանում ենք, կարողանանք զանազանել այդ ուրախությունը ուղղակի օշնության ուրախությունն է, թե իրական Աստծո հետ մեր կապը, հարաբերությունը ունենալու արդյունքն է այդ ուրախությունը։
Թող Աստված բոլորիս օժնի։ Եկեք գոհանանք այս օրվա համար։ Արժանացա մի օր քո իսկ պարգևած արևի շողից ու հանդիպեցի ինձ մահիտանող ահեղ փորձության բայց բարի սիրտը հոգատար ձեռքը խղճաց ինձ վերից եւ փայփայելով ու մեմ շոյելով տարավ բրկության Եվ փայփայելով ու մեմ շոյելով տարավ բրկության միասին պետք է երգենք Այսքանից հետո էլուր գնամ ես հայրիմ գթառա Եվ արցունքներով ինչպես չլվամ վերքը ոտքերի Աղաչում եմ քեզ ինձ մի թույլատրիր կյանք շքեղառատ Եթե մարմինս նորից պիտի դառնա տաճար կուռքերի Աղաչում եմ քեզ ինձ մի թույլատրիր կյանք շքեղառատ Եթե մարմինս նորից պիտի դառնա տաճար կուռքերի Մի փափագ ունեմ փրկիչ սիրելիս Հասնեմ Գողգոթա ծնկաչոք փարվեմ ոտքերիդ գամբած Հայացքս ուղղեմ տարապած դեմքիդ Հիսուս սիրելիս Ու քո մեջ տեսնեմ նվաստի սանձը մեղքից ազատված Եվ քո մեջ տեսնեմ նվաստի սանձը մեղքից ազատված Հիմա եկեղեցի նա երգում Ինչպես չլվա վերքը ոտքերի Աղաչում եմ քեզ ինձ մի թույլատրիր կյանք շքեղառատ Եթե մարմինս նորից պիտի դառնա տաճար կուռքերի Աղաչում եմ քեզ ինձ մի թույլատրիր կյանք շքեղառատ Եթե մարմինս նորից պիտի դառնա տաճար կուռքերի Եվ ահա կրկի քո առջև գալով թույլ ու անկարող Կուզեմ ամեն օր իմ աղաչանքը քեզ հայտնի լինի Հավատք ու սերը խնդրում քեզանից ամենակարող Որ չմոռանամ արյանդ գործեմ Հիսուս պաշտելիս Որ չմոռանամ արյանդ գործեմ Հիսուս պաշտելիս Այսքանից հետո էլուր գնամ ես հայրիմ գթառա Եվ արցունքներով ինչպես չլվամ վերքը ոտքերի Աղաչում եմ քեզ ինձ մի թույլատրիր կյանք շքեղառատ Եթե մարմինս նորից պիտի դառնա տաճար կուռքերի Աղաչում եմ քեզ ինձ մի թույլատրիր կյանք շքեղառատ Եթե մարմինս նորից պիտի դառնա տաճար կուռքերի Եթե մարմինս նորից պիտի դառնա տաճար կուռքերի
Եթե մարմինս նորից պիտարնա տաճար կուրքերի Ալելույա ամեն Օրհնվի մեր Տիրոջ անունը հավիտյան նրա առած սիրո համար որ մեզ համբերում է որ մեզ սիրում է որ մեզ գրկում է գուրգուրում է ներում է ով մոռանա մեր հայրը մեզ չի մոռանա մենք այստեղ շատ ծնողներ կան ես էլ երեխաներ ունեմ անսահման է իմ սերը իմ երեխեքի վրա Եվ ես կարծես թե վստահ գիտեմ, որ հանկարծ իմ երեխու մատը փուշ մտավ, ուրեմն վերջ, ես ինձ պետք է մոռանամ, գնամ իմ երեխու հետևից։ Մենք այսպես գիտենք, չէ՞։ Բա ինչի Աստվածաշունչը ասում, եթե անգամ կերակրող մայրը մոռանա քեզ, սակայն ես քեզ չեմ մոռանա, որովհետև մարդը ամեն դեպքում ունի իր մեջ։ Ինչքան էլ հայրերը, մայրերը հավատարիմ լինեն, սիրեն իրանց զավակներին, կյանքը դնող լինեն, մեկա, պահը կարող է գա, դա պատմությունն է ցույց տվել եւ Աստծո խոսքը, որ ծնողները թողել են իրանց երեխաներին։ Բայց նա մեզ հավիտյան չի թողնելու։ Այսօր որ հնարավորություն ա տվել եկել ենք այստեղ ժողովուրդ ջան, մեր Տիրոջը վայելելու, իրար հետ մտերմանալու, հաղորդակցվելու, իրար վայելելու։ Սա իր շնորհքն է։ Ես ուզում եմ երգել Բարելույս Հիսուս երգը։ Ուրեմն, այս քույրը ով որ գրել է այս երգը, վերջում մեկնաբանությունների մեջ էլ գրել էր կոմենտներում, որ այդ Բարելույս Հիսուսը, որ մենք հարևան, բարեկամ, եղբայր քույր ասում ենք Բարելույս աղբերս, Բարելույս քույր ջան, ասում է, որ Աստված Քանի որ բարի ես դա վաղուց գիտեի, բայց ինքը կոմենտներում նորովի ոնց որ ներկայացրել է, որտեվ շատերը այս բարի լույս Հիսուսին ասում են, այնտեղ գիշեր չկա, այնտեղ միշտ ցերեկ կա, այնտեղ միշտ լույս է եւ իրանից է լույսը գալի, ինչ բարի լույս Հիսուս եւ այլն։ Բայց ով է բարին։ Հայրը, Տերը։ Ով է լույսը։ Հիսուսը։ Ասում է հայերը իրար Աստծո ոնց որ անունով են բարևում, էլի, բարի, լույս, աղբերս։ Այսինքն հիմքում Աստված է անգած բարի լույսի մեջ։ Որովհետև Աստված է բարի եւ Աստված է լույսը։ Էնպես որ մենք որ իրար ասում ենք բարի լույս, դա Աստծո անունն ենք տալի, ժողովուրդ ջան։ Օրհնյալ լինի իր անունը հավիտյան։ Շնորհակալ ենք Հիսուս ջան, այսօրվա համար, այս հնարավորության համար, մեր կյանքերի համար, մեզ պահելու համար, սրտանց գոհություն ենք հայտնում քեզ Տերս։ Տեր աղոթում եմ լսիր խնդրանքս, անիրավ երկրում մենակ չմնա դու կյանք ես կյանք դուր քո մեջ ես լինեմ ապրեմ սրբությամբ եւ ուրախանամ շնորհակալ եմ բարի լույս Հիսուս շնորհակալ եմ որ իմ կյանքում կա Շնորհակալ եմ ամենակալ Տեր պատրաստիր դու ինձ գիտեմ որ կգաս դժվար է ապրել այս երկրի վրա առանց քո կյանքի առանց քո հոգու Անձը սուրբ հոգի եթե չունենար անապաշխարս ուր պիտի գնար Գալե
բարի լույս Հիսուս, շնորհակալ եմ, որ իմ կյանքում կաս, շնորհակալ եմ, ամենակալ Տեր, պատրաստիր դու մեզ, գիտեմ, որ կգաս, շնորհակալ ենք քեզ Հիսուս ջան, մեր անձերը խոնարհում են քո առաջ Տեր ջան, քո տան մեջ է իմ պաշտպանությունը, սուրբ խոսքով զինված ծառայությունը, կյանքի գրքի մեջ հաստատությունը, ու երբ շուքով գաս իմ փրկությունը, շնորհակալ եմ, բարի լույս Հիսուս, շնորհակալ եմ, որ իմ կյանքում կաս, շնորհակալ եմ, ամենակալ Տեր, պատրաստիր դու ինձ, գիտեմ, որ կգաս, շնորհակալ եմ, բարի լույս Հիսուս, շնորհակալ եմ, որ իմ կյանքում կաս, շնորհակալ եմ, ամենակալ Տեր, պատրաստիր դու ինձ, գիտեմ, որ կգաս, պատրաստիր դու մեզ, գիտեմ, որ կգաս, ամեն, գիտենք, որ կգաս Տերս, սիրելի Աստծո ժողովուրդ, մի հրաշալի երգ կա, պետք է երգենք միասին, այս կոնտեքստում է, որ մի քիչ առաջ խոսում էինք, որ թեկուզ թեպետ եւ ծնողները թողեցին իրենց զավակներին, ընկերները, բարեկամները, հարազատները եւ հաճախ գիտեք մեր կյանքում շատ հավատացյալների կյանքում նմանատիպ բաներ տեղի են ունեցել։ Նրանք եկել են մի կետի են հասել եւ նայել են իրենց շուրջ բոլորը տեսել են իրանք մենակ են։ Իրականում ոչ մեկ չեն ունեցել։ Անկախ նրանից, թե նրանք ինչ արժանինքներ են ունեցել, շնորհքով են եղել, նիստուկաց են ունեցել, եւ այլն, ասենք, անկախ դրանից, բայց նա շրջվել է իր 4 բոլորը, տեսել է մարդ չկա, քանի դեռ ձեռը հնարավորություն կար, շատ մարդ կար, բայց մի քիչ այնպես ստացվեց, որ լավ չեղավ, մարդ չկա կողքը, ոչ մեկ, անգամ ծնողներն էլ չկան, ոչ մեկ չկան, բոլորը անարգում են իրան եւ այդ ժամանակ նա ասեց, բայց կար մեկը, որ ինձ սիրեց, իմ բոլոր մեղքերը ներեց, նրա անունն է Հիսուս, մեռած էի, կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս, երբ քայլում էի մոլորված, այս մահվա շուքի ծորում, թվում էր թե ելք չկար, հույսս էր արդեն մարում, ընկեր մոտիկ բարեկամ, ինձ թողեցին հեռացա եւ խիստ մտեր իմ արդի նույնիսկ թշնամի դարձա միասին ենք երգում
Բայց կար մեկը, որից սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս։ Բայց կար մեկը, որին սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս։ Լսիրով իմ բարեկամ, թե բոլորը լքեն քեզ, թե ծնողները տանքան, արհամարեն ատեն քեզ, կանչիր միայն Հիսուսի, ճշմարիտ կյանքիս հույսի, այն ժամ դու կհամոզվես և սրտած կաղաղակես։ Բայց կար մեկը, որին սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս։ Բայց կար մեկը, որին սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս։ Բայց կար մեկը, որին սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս։ Բայց կար մեկը, որին սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս։ Հիմա միասին եք երգում ժողովուրդ ջան բարձր։ Բայց կար մեկը, որին սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց աչքերիս լույս։ Բայց կար մեկը, որին սիրեց իմ բոլոր մեղքերներես, նրան ուր է Հիսուս։ Ընկած էի նա ոտքի հանեց, մեռած էի կենդանացրեց, պարգևեց իմ ձեր աչքերին լույս, ժողովուրդ ջան, Տեր օրհնի։